հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, բնականաբար մենք պիտի չմոռանայինք այստեղ այսօր ինչի համար ենք հավաքվել, կոնկրետ տեղական ինքնակառավարման մարմինների, բնապահպանության, գյուղատնտեսության, հանձնաժողովի գյուղատնտեսությունը չկա, գյուղատնտեսության նախարարություն էլ չկա, էլի։ Գոնե ելներ, ամեն դեպքում մեր թեկնածուն, որը որ երեկ այստեղ ելույթ ունեցավ, բավականին սկզբունքային, գիտակ, պրոֆեսիոնալ և հենց ոլորտի ու նաև որպես կին, որպես պայքարող տեսակ, որպես խելացի ուշին, բնականաբար մեծամասնության քաղաքական ճաշակին չհամապատասխանող, բայց պարլամենտարիզմը կարծում եմ հենց դրա մասին է, հենց պարլամենտարիզմի կառուցվածքը դրա մասին է, որ կարող է նաև հակադիր քաղաքական բևեռի ներկայացուցիչը ընդգրկվի և ընտրվի, ինչպես նաև նախորդ հանձնաժողովների դեպքում ընտրվի հանձնաժողովի նախագահ և մեր խմբակցությունը շատ մեծ գիտակցականությամբ է վերաբերվել հանձնաժողովի նախագահ առաջադրելիս ու կարծում եմ, որ մեծամասնությունն էլ ընդառաջ կգնա իր քաղաքական կամքին և պարլամենտարիզմին ու հավանություն կտա մեր թեկնածուին։ Այսօր երեկ նաև երկրում այստեղ իրադարձություններ տեղի ունեցան ու մանավանդ պարոն Սասուն Միքայելյանի կամանձիրի ելույթից հետո իմ մեջ էլ որոշակի ցանկություն առաջացավ, որոշակի պատմական էքսկուրսների մեջ շատ չմտնելով ուղղակի գալ հանգել մի եզրակացության, որ եթե արդարադատությունը իրականացվում է հենց արդարադատության սկզբունքներից ելնելով, այլ ոչ թե քաղաքական քիմքին, նպատակահարմարությանը, կանխակալ վերաբերմունքին, ատելությանը, վրեժխնդրությանը առանց զուգորդելու, ապա չեմ կարծում, թե Հայաստանի Հանրապետությունում կա գիտակից որևէ քաղաքացի պատասխանատու մարդ, որը կողմ չէ արդարադատություն իրականացնելուն, բայց երբ որ քաղաքական իշխանությունը ստանձնած ուժի ներկայացուցիչները խանդավառություն են ապրում և մենք սկսում ենք երևույթներ տեսնել, որ նստացնելը մենք շփոթում ենք արդարադատություն իրականացնելու հետ, այդտեղ դիսոնանս է առաջանում։ Նստացնելը, մարդ բռնելը երբեք արդարադատություն իրականացնել չի։ Ու որևէ մեկը, անկեղծ եմ ասում, ես բավական ինչ-որ, գուցե ձեր չափ չէ, բայց ես էլ փորձությունների միջով եմ անցել և մարդը գիտի, որ ինքը կատարել է հանցագործություն, ես շատ մարդկանց հետ եմ շփվել, ինքը հաշտ է, գուցե հաշտ չի իր հետ ինչ-որ անարդար են վերաբերվում, շատ պատժաչափ են կարդում, մի հոդված ավել են դնում, բայց երբ որ մարդը ներսում համոզված է, որ իրականացվում է արդարադատություն, լավ թե վատ, ինքը հաշտ է ընդհանուր իր պատժի, գուցե ոչ պատժաչափի հետ։ Եվ պարոն Միքայելյան ջան, որպեսզի ոչ ձեր լճերից զենք գտնեն ու դրա համար անարդարացիորեն դատեն, ոչ էլ մեր տներից Վանաձորի չեղած հատակագիծը գտնեն ու ինձ դատեն, պիտի վերջի վերջո մենք բոլորս ունենանք այնպիսի իշխանություն, որ արդարադատությունը լինի վեր կանգնած ցանկացած քաղաքական ճաշակից, ցանկացած քաղաքական տրամադրությունից վեր և որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հաշտ ու խաղաղ լինեն և իմանան, որ երկրում իրականացվում է արդարադատություն, անկախ դատական համակարգով և միայն օրենքին հետևող դատախազությամբ և ոչ թե քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Տեսեք, 2 օր է երկրորդ նախագահի ընտանիքի հետ տեղի ունենում այդ դեպքերը։ Բնականաբար, տեսեք, պարոն Ռուբինյանը այստեղից իջավ, ասեց, չգիտեմ քանի միլիոն դրամով հող են ձեռք բերել, այսքան միլիարդով ծախել են։ Պարոն Միքայելյանը այստեղ եկավ, ասեց մարտի 1, հոկտեմբերի 27։ Այսինքն մենք հասկանում ենք, որ իրական նպատակը, ոչ թե իրական նպատակ, այլ դրդապատճառը ոչ թե այս պահին կոնկրետ օգոստոսի քանիսն է արդարադատություն իրականացնելն է նախագահ Քոչարյանի նկատմամբ, այլ տարիների ընթացքում կուտակված
ատելության, վրեժխնդրության արտահայտությունն է զուգորդված դատական եւ իրավապահ մարմինների աշխատանքով։ Ինչպես կներեք, ուշացված թե չուշացված դրա տերը, ինչպես Աննա Գրիգորյանը նշեց, այս Աննան չի, այլ Աննա Վարդապետյանն է եւ նրանից առաջ իմ կեղծ մեղադրական եզրակացությունը ստորագրած եւ առաջ տված նախորդ գլխավոր դատախազ Դավթյանը, հետեւաբար ինչ Երից մի արձագանքեք, պարոն Ասլանյան, դուք եք մարդիկ չեն կանգնում, պարոն Հարությունյան, իմ կողքը կանգնում են լավ մարդիկ, ինչպես նաև ես եմ կանգնում լավ մարդկանց կողքը, չէ, իմ կողքը տենց մարդիկ չեն կանգնում։ Պարոն Ռուբինյան, եւ դահլիճից այսօր հոգևորականությանը վերաբերվող բացականչություններ եղան, երբ որ միտք հնչեց, թե հոգևորականությունը քաղաքական պրոցեսներին չպիտի մասնակցի։ Բայց այստեղ մենք հին սերնդի ներկայացուցիչներ կան, որոնք նաև ՀՀՇ-ական շարավիղներով կապված են ավելի նախորդ իշխանությունների հետ եւ պիտի բոլորս հիշենք, որ ՀՀՇ իշխող կուսակցության փոխնախագահ, եթե չեմ սխալվում, Տեր Հուսիկ Լազարյանն էր, այսինքն հոգևորականությունը միշտ, գրեթե միշտ ներգրավվածություն ունեցել է քաղաքական պրոցեսների մեջ, ուստի դա այդքան էլ պարսավելի եւ ինչ-որ բան երևույթ չէ։ Հիմա նորից գամ տեղական ինքնակառավարման մարմիններին, քանի որ տեղական ինքնակառավարման մարմինների մասին է այսօրվա մեր ընտրությունը։ Հայաստանը ու Հայաստանի վերջի տարիների քաղաքականությունը, այսօրվա իշխող ուժի, կարծես թե միտված է արևմտյան եվրոպական արժեքներին եւ մենք կարծես թե մոռացել ենք, որ Հայաստանը նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների գծով եվրոպական խարտիայի անդամ է, բայց վերջին տարիների իրադարձությունները ցույց են տալիս, որ կարծես թե ընտրական մեխանիզմները եկել են փոխարինելու ուղղահայաց բուրգի կառուցման մեխանիզմներով։ Տեսեք, սուբվենցիոն ծրագրերի հետ կապված պարոն Աղաջանյանը այստեղ 3 հարցեր տալիս եւ այդ սուբվենցիաները վերջին տարիներին դարձել են մահակ տեղական ինքնակառավարման մարմինների գլխին, այսինքն համայնքապետերի գլխին։ Այդ սուբվենցիաները այնքանով են նպատակահարմար բաժանվում եւ հատկացում, ինչքանով որ իրենց իշխող իշխանության քաղաքական քիմքին նպատակահարմար է տվյալ համայնքի ղեկավարը։ Եվ արևելյան գործընկերության եվրոպական Եվրոխորհրդի միավորումներում միշտ քննարկումներ են եղել եւ արևմուտքի լավ փորձը իմպլեմենտացվել է նաև արևելյան գործընկերության որոշ երկրների վրա կապված հարկատեսակների տեղաբաշխման, տեղական ինքնակառավարման մարմինների ապակենտրոնացման եւ ֆինանսական կայունությունն ու անկախությունը բարձրացնելու ուղղությամբ, բայց երեք իշխանության ներկայացուցիչները մեծ փութաջանությամբ հարցերն ուղղում էին մեր տեխնացուին, բայց կառավարության ծրագրում նույնիսկ մեկ տող չկա տեղական ինքնակառավարման մարմինների վերաբերյալ, չկա, ընդհանրապես գլուխ չկա տեղական ինչ տող։ Ժողովուրդ ջան, ներողություն է, ինչը հասկանալի չի, տեղից մի արձագանքեք արտահայտության մեջ, որ մասը հասկանալի չի։ Շարունակեք, պարոն Ասլանյան, 1 րոպե ավելացրեք, պարոն Ասլանյան։ Ուրեմն տեղական ինքնակառավարման մարմինների վերաբերյալ վերջին տարիներին տեղի ունեցել այնպիսի կարդինալ փոփոխություններ դեպի բացականը։ Ես դա ասում եմ որպես դրա միջով անցած մարդ, ես միակը չեմ ու այս պատմությունները ողջը իմ շուրջն ու իմ մասին չեմ պտտվում, որ տեղական ինքնակառավարման մարմինների նսեմացումը մեծ թափով ընթանում է նաև հիմա։ Դուք իշխանություն լինելով վերացնում եք տեղական էլիտաները, դուք վերացնում եք տեղական ոչ, այդ էլիտաները չեն ձեր ասած, Տիկին Մարիա, այդ էլիտաները չեն, դուք ստեղծում եք դրա փոխարեն նոր կլաններ, որովհետև մարդիկ, ովքեր որ
ընտրությունների միջոցով չեն եկել իշխանությամբ, այլ դրածոներ են, այլ նրանք իրենց շուրջը ամրացնելու համար իրենց տեղական իշխանությունը ստեղծում են կլաններ։ Այդ դուք եք ստեղծում հիմա կլաններ, ոչ թե թողում եք իշխանությունը ձևավորվի ընտրությունների միջոցով, այլ ընտրությունների նկատմամբ միջամտություն իրականացնելով դուք վերացնում եք տեղական առաջնորդության ինստիտուտները։ Դրանք ապագայում բոլորիս համար հենարան են, նաև ձեզ համար։ Այսօր դուք ունեք առաջնորդ, որը կարողանում է բոլորիդ փոխարեն լուծել բոլորի հարցերը, բայց երբ որ քաղաքական պրոցեսները կհանգեն նրան, որ առաջնորդը չի լինի եւ տեղական այդ փոքրիկ ստեղծված կառույցները չեն կարողանալու ինքնուրույն գործեն, վաղը մյուս օրը ձեր քաղաքական կուսակցությունը տեղերում որևէ ձայն չի կարողանալու վաստակել, որովհետեւ այնտեղ ստեղծվում են միավորումներ, որոնք երբեք չեն բխում ժողովրդի ընտրությունից։ Ես դա ասում եմ մոտ 15-20 համայնքների վերաբերյալ, երբ որ դուք գնում եք քաղաքական լուծումների, թեկուզ բիրդ լուծումների, դա հետագայում գուցե ընկալելի դառնա, բայց երբ որ դուք գնում եք ոչ քաղաքական լուծումների, գնում եք կլանային լուծումների, եւ դա ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ այստեղ, եթե կա մեկը, որ պատրաստ չէ իմ մտքերի հետ, ես կարող եմ իրեն ապացուցել փաստերով։